Այսինքն եթե բոլոր ճանապարհների, բոլոր կոմունիկացիաների բացման եւ դրանց շահագործման մասին է խոսքը, որի մեջ մտնում է նաեւ Զանգեզուրի հատվածը, այո, դա արմատապես փոխում է իրավիճակը, բայց եթե այդ ամեն ինչը մնում է սառեցված վիճակում եւ մենք բացում ենք 40 կիլոմետր, որը Նախիջևանը կապում է Ադրբեջանի հետ, իհարկե դեռ մենք այդտեղ ոչինչ չենք շահում, դա միանշանակ է եւ կարծիքս չի փոխվել եւ ընդհանրակը գնալով ավելի եւ ավելի եմ դրա մեջ համոզվում, որովհետեւ այն մեր քննարկումից հետո տեղի ունեցավ հետևյալը, դուք հիշում եք, որ Թուրքիան անմիջապես հայտարարեց, որ այո, Կարսից դեպի Շարուշ, այսինքն Նախիջևան, առանձին երկաթուղի է կառուցում, այսինքն այդ դեպքում, երբ որ երկաթուղի կա, քանի միլիարդ արժողությամբ, 2.8 միլիարդ արդեն հաստատված է, այսինքն 230 կիլոմետր ճանապարհը քիչ չի, ու մենք գիտենք, չէ, որտեղ է կառուցվում, այսինքն բավականին լեռնային շրջաններով, այսինքն իրենք ունենալով այս գործող ճանապարհը, այսինքն ընդհանրապես պետք է մտնել Դոուքափից Ախուրյան եւ այնտեղից արդեն խնդրեմ Նախիջևան մտնելու հնարավորություն կա։ Այսինքն գործող ճանապարհը թողնում են հանգիստ եւ ասում են, չէ, մենք մերը կառուցելու ենք։ Ինչի համար։ Այսինքն 2.8 միլիարդ, իսկ դա ավարտի ժամանակ կհասնի մինչև 4 միլիարդի, պրակտիկան այդպես է ցույց տվել, այսինքն հսկայական միջոցներ են ծախսում, ինչի որպեսզի չօգտվեն այս ճանապարհից, այլ ընդհակառակը Հայաստանի շրջափակումը ըստ էության նաև խորացվի։ Թե ուղղակի եւս մեկ այլ ընտրանք ունենա։ Ես չեմ կարծում, որ սա այլ ընտրանք է։ Հասկանում եք, ծախսել 4 միլիարդ, որպեսզի ունենան այլ ընտրանք, երբ որ ընդհանրապես ավելի կարճ ճանապարհով կարելի է մտնել Նախիջևան, առավել ևս, որ Նախիջևանը այն տարածքը չի, որը անհրաժեշտություն ունենա առանձին տնտեսական հսկայական երկաթուղային կապի։ Այսինքն սա քաղաքական ծրագիր է Հայաստանի շրջափակումը խորացնելու համար։ Քաղաքական ծրագիր է եւ քաղաքական ծրագիրը երբեք չի փոխվելու Թուրքիայի, չի փոխվել։ Ես այս դեպքում ես ասում եմ որպես պատմաբան։ Դա չի փոխվել, չի էլ փոխվելու։ Այսինքն միշտ եղել է Հայաստանը իր հնարավոր ինչան իր զսպանակների մեջ պահելու քաղաքականությունը, լավագույն դեպքում զսպանակների։ Ընդհանրապես պետականություն ձևավորելու մեզ հնարավորություն էլ չէին ուզում թողնել, բայց հանգամանքների բերումով ունենք այնինչ այսօր ունենք, գոնե դա զսպել, որպեսզի Հայաստանը երբեք որևիցե գործոն տարածաշրջանում չդառնա։ Բայց այդ դեպքում ինչու են խոսում, քննարկում Հայաստանի հետ բոլոր կոմունիկացիաները բացելու, հիմա խոսում են նրա մասին, որ չգիտեմ, հեսա կարող է Ալիջանի այդ հատվածում, Մարգարայի հատվածում տեղի ունենա որոշակի այսպես ապաշրջափակում եւ ճանապարհները բացվեն գոնե հատուկ կատեգորիաների, հատուկ կատեգորիայի տակ մտնող անձանց համար դիվանագիտական ազնագրով, այո, Ես հասկացա ինչ եք ասում։ Բերնա փոխադրումները մեր մի փոքր դեռ ավարտենք, նայեք, ասում եք ինչի են խոսում կոմունիկացիաների բացման։